Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դրանք քաուզարշավային օրերն են, եւ մենք կզրուցենք Հայազգային կոնգրես կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանի հետ։ Բարի երեկո, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Ձեր ոտքը խերով մեր օջախում ոնց որ ասում են։ Հա, բայց մի քիչ sense դժվար է հրավիրում։ Հա, ընդունված է։ Դուք 10-րդ համարն եք ձեր կարգախոսը խելամիտ ուղի Հայաստանի համար։ Ինչ եք առաջարկում։ Ну, նախ եւ առաջ օգտվեմ այս հնարավորությունից, դուք եք ընտրող։ Հա, անգամից ձեզ փոխանցեմ մեր ես տարիներով կուտակված կոլեկցիա ունեմ։ Դա բացի պատին կախելուց նաեւ խորհուրդ եմ տալիս դրա հետ ծանոթանալ, որովհետեւ խելամիտ բաներ այնուամենայնիվ կան։ Իսկ ինչի ենք անունը դրել, այսինքն մեր կարգախոսը, ինչի ենք դրել խելամիտ ուղի, Հայաստանի խելամիտ ուղի։ Որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր եւ քաղաքական դաշտում ամենամեծ դեֆիցիտը դա ռազմավարական մտածողության դեֆիցիտն է։ Այսինքն կուսակցությունները եւ առաջին հերթին իշխանությունները նրանք երբեք չեն ներկայացնում ռազմավարական լուծումներ եւ չեն տալիս գնահատական ռազմավարական սպառնալիքներին, հետեւաբար չունեն նաեւ դրա լուծումները։ Հիմա ես օրինակ փորձեմ իմ կարծիքով նշել, թե որն են այդ ամենակարևոր ռազմավարական սպառնալիքները Հայաստանի համար, բայց միջև այդ ուզում եմ մի անդրադարձ անեմ 2017 թվականին, որովհետև 2017 թվականին, եթե հիշում եք, Հայազգային կոնգրեսը միակ կուսակցությունն էր, որը առաջարկում էր խաղաղության Ես շատ լավ հիշում եմ, մնացած բոլորի մոտ ձևական ինչ-որ բաներ էր գրած։ Ոչ միայն ձևական եկավ եթեր եւ դա լրիվ ցույց տվեց։ Այդ հարցազրույցը հետո դառավ վիրուսային, բայց այդտեղ ինչն էր ամենակարևորը։ Ոչ միայն իրանք ծրագրերում չէին արտացոլել ինչ-որ կարևոր լուծումներ, իրենք բոլորը ասում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Այդ թվում նաեւ այսօրվա իշխանավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց պարզվեց, որ մենք զգուշացնում էինք պատերազմի աղետի մասին, որտեղ ունեինք ռազմավարական հաշվարկներ, եւ ցավոք սրտի պարզվեց, որ մենք ճիշտ էինք եւ ստացվեց, որ հենց ռազմավարական մտածողության պատճառով մենք այս աղետների մեջ ընկանք։ Հիմա էլ մենք անում ենք այդ վերլուծությունը եւ տալիս ենք ռազմավարական սպառնալիքները։ Որոնք են։ Առաջին հերթին բնականաբար ամենակարևոր հարցն է այս ընտրությունների, ընդհանրապես Հայաստանի առաջ սպառնալիքների, դա խաղաղության հաստատման հարցն է։ Մենք համարում ենք, որ ինչքան էլ այսօրվա վարչապետը պնդի, որ խաղաղությունը հաստատված, դա մեր գնահատմամբ խաբեություն է, որովհետև խաղաղություն հաստատված չի։ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են փակ պահել մեր սահմանները, այն եզակի ժեստերը, որ Ալիևը անում է, ինչ որ վագոններ ուղարկելով Ադրբեջանի տարածքով, ընդհանրապես ընդգծում են ինստիտուցիոնալ բացության պակասը, այսինքն լրիվ խարսխված են Ալիևի բարյացակամության վրա։ Սահմանազատման գործընթացը կանգնել է, նրանից հետո երբ որ Ադրբեջանը ստացավ Իրան հետաքրող 3 գյուղերը, իսկ այն հատվածներում, որտեղ մենք ունենք ստանալիք, բայց վերջերս էլի հանձնաժողովներին իսկ ես ասում եմ, փաստը մնում է փաստ, որ մենք չենք ստանում մեր կոնկրետ տարածքները, որտեղ իրենք ռազմավարական դիրքեր են գրավել։ Եվ ի վերջո այն ամենագլխավոր երաշխիքը, որը իբր մատուցվում էր իշխանության կողմից, որպես խաղաղության տենց խաղաղությունը երաշխավորող process, այսպես կոչված TRIP process-ը, շարունակում մնալ հուշագրերի մակարդակով, աշխատանքները ավելի ռեալ կանգնեցված են, որովհետև ամերիկա-իսրայելական պատերազմը բերեց նրան, որ Ամերիկան ըստ էության պարտվեց այդ պատերազմում, որովհետև սպառելով իր հրթիռային պաշարի կեսը, Ամերիկան չկարողացավ պաշտպանել իր դաշնակիցներին Միջին Արևելքում, նկատի ունեմ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Էմիրատներին, չգիտեմ Քուվեյթին, Քաթարին եւ այլն, ավելին ջախջախված են Միջին Արևելքում Միացյալ Նահանգների բազաների 70%-ը, միլիարդավոր արժողություն ունեցող ռադարները, ջախջախված են AWACS համակարգերը, որոնք ասենք 700 միլիոնանոց արժեք ունեն, այսինքն եթե Միացյալ Նահանգները համարվում էին լուրջ երաշխավոր, այսօր այդ ռենոմեն սասանված է
եւ նաեւ կանգնացված է բնականաբար թրիփի կոնկրետ զարգացման այդ աշխատանքները, որովհետեւ այնուամենայնիվ պատերազմ է, չնայած ինչ որ զինադադարի բաներ կան, նշումներ կան, բայց եւ Իրանը դուրս է եկել ուժեղացված դիրքերով եւ այսօր ինքը կարող է թելադրել նաեւ այն առումով թրիփ կլինի, թե չի լինի։ Իրանը կարող է թելադրել, որովհետեւ ասում եմ միջին արևելքում այսօր Իրանը ապացուցեց իր ռազմական ուժը։ Ինչ եք առաջարկում դուք։ Մենք այն գլխից ասում էինք, որ ես մի հատ բոլոր սպառնալիքներով գնամ, տենց ստրատեգիական, հետո կվերադառնանք։ Մեկը հասկացանք։ Ուրեմն երկրորդ կարևոր խնդիրը ես համարում եմ պրոքսի պատերազմի վտանգը։ Դա ինչ է, միջնորդավորված պատերազմն է։ Այսինքն եկեք հասկանանք մի բան, Հայաստանը այսօր գտնվում է աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում եւ ցավոք սրտի նաեւ հակամարտությունների խաչմերուկում։ Մի բան Եվրոպական միությունը Ռուսաստանի հետ պատերազմ է վարում, ամբողջ գլոբալ պատերազմ է, այսպես կոչված միջնորդավորված կամ պրոքսի պատերազմներ Ուկրաինայում, Մալիում, այլ երկրներում եւ շատ մեծ վտանգ է ստեղծվել, որ այդ պատերազմը կարող է տարածվի արդեն Հայաստանի տարածքի վրա։ Մյուսը դա մեր էներգետիկ անվտանգության հարցն է, որովհետեւ մենք ունենք մաշված ատոմակայան, որը պետք է իր ռեսուրսը սպառել է, պետք է նրան փոխարինել նոր ատոմակայանով։ Մենք ունենք էժան գազի խնդրի, այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետեւ ասենք Ռուսաստանը մեզ ծախում է գազը $177, մնացած բոլոր ալտերնատիվները 200-300-ից են սկսում, լինի դա իրանական, թե ադրբեջանական եւ այլն եւ այլն։ Չորրորդ խնդիրը դա ջրային ռեսուրսների կառավարման խնդիրն է, որովհետեւ ջրային ռեսուրսները հիմա ստրատեգիական նշանակություն են ձեռք բերում եւ մենք կորցնում ենք Հայաստանի տարածքում տեղացող այդ ջրային ռեսուրսների 70%-ը, որը խայտառակ արդյունք է եւ մենք այդ հարցերը պետք է լուծենք, ես կասեմ ոնց ենք լուծում։ Մյուս խնդիրը դա այն խնդիրն է, որի մասին մենք խոսում ենք որպես տեխնոլոգիական հեղափոխության անհրաժեշտություն, որովհետեւ շատ կարեւոր է, որ Հայաստանը մտնի տեխնոլոգիական առաջընթացը առաջ շարժող երկրների ցանկը, ոչ թե դառնա հումքային կցորդ, այլ լինի այդ առաջնագծի վրա, որովհետեւ դա միակ ձևն է, որը Nvidia եւ այլն որ անում են ներդրումներ են անում, դա նորմալ չի, Nvidia-ն։ Nvidia-ի արված ներդրումը, ճիշտ է, մենք արդեն մտանք կոնկրետ քննարկման մեջ, դա ընդամենը data center-ի ստեղծում է, որը իրականում սպասարկելու է այլ սուվերեն արհեստական բանականություններ։ Դա արդեն առաջընթաց է, բայց մենք ոնց որ այդտեղ բան է, աշակերտի, պատմաստերիայի վիճակում ենք հայտնվում։ Իրականում մեր ծրագրում հենց դրա մասին էլ կա, որ մենք պետք է ստեղծենք մեր սուվերեն արհեստական բանականությունը, իսկ դա նշանակում է Միքայել վերև բարձրանաս, այսինքն դու մտնես այդ առաջատար երկրների ցանկը, ոչ թե լինես այսպես ասեմ, սպասարկող, outsourcing-ով զբաղվող եւ այլն։ Հիմա եկեք, համար ժամանակը շատ չի, գանք ամենասկզբից բացատրեք ինչպես է։ Մի հատ ցանկը ավարտեմ, շատ քիչ է մնացել։ Շատ կարևոր է նպաստավոր բիզնեսի միջավայրի ստեղծումը եւ մենք մի հատ հեղափոխական կոնցեպտ ենք, այդ երաշխավորված գյուղատնտեսության երաշխավորված եկամտաբերության կոնցեպտն ենք առաջարկում, որտեղ դա շատ կարևոր է Հայաստանի զարգացման համար, որ գյուղերը չդատարկվեն, դա էլ է շատ մեծ խնդրեմ։ Երաշխավորված եկամտաբերություն։ Այո, շատ լավ կոնցեպտ է։ Այո, մեր հատուկ մի հատ կոնցեպտ է, պետական օպերատորների կոնցեպտ ենք մտցնում։ Դա սուբսիդիայի մեխանիզմ է։ Հասկացա։ Բայց մի շատ կարևոր բանի մասին, որ ոչ մի քաղաքական ուժ չի խոսում, դա թմրամոլության եւ խաղամոլության այդ ժանտախտն է, որ այսօր ուղղակի խժռում է մեր հանրությանը, բայց ոչ մեկի ծրագրում ես չեմ տեսել լուրջ լուծումներ եւ միգուցե այս ամեն ինչի մեջ անգամ ամենակարևորը դա երիտասարդության համար հերանեկարի ստեղծումն է, որ երիտասարդությունը չլքի մեր երկիրը, այլ մնա երկրում, աշխատանք գտնի, ուսում գտնի եւ չտրվի նաեւ խաղամոլության կամ թմրամոլության։ Հիմա այս խնդիրները սկսենք երևի ամենակարևորից խաղաղություն։ Ուրեմն ես արդեն ասացի, ինչու չեմ համարում, որ Փաշինյանի այդ կոնցեպտը, որ ինքը խաղաղություն է բերել, լուրջ բան, խաղաղություն նա չի բերել։
եւ նրա ասածներին ընդհանրապես չի կարելի հավատալ, Ոնց եք դուք բերելու խաղաղություն։ Մենք բերելու ենք խաղաղություն հետեւյալ ձևով։ Մենք նախ հասկանում ենք, որ խաղաղությունը ունի աշխարհակաղական բաղադրիչ։ Այսինքն, եթե օրինակի համար այդ TRIP ծրագիրը իրենք համարում են արդեն լուծում, ես ուզում եմ հիշեցնել, որ TRIP ծրագիրը հիմնված է ընդհանրապես հուսագրերի վրա, որտեղ որևէ պարտավորություն որևէ կողմ, ոչ Հայաստանը, ոչ Միացյալ Նահանգները չեն ստանձնում, ու այնտեղ հատուկ ֆրազով դա նշված է։ Սա մեկ, երկրորդը այն է, որ այնուամենայնիվ աշխարհակաղական առումով դա շատ միակողմանի լուծում է, որովհետև ինքը սպասարկում է աշխարհակաղական առումով։ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերը, իսկ անտեսված են մնում Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։ Նույն Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը այդ ճանապարհով չեն կարող բեռներ տանել։ Ուրեմն հենց տեղա գալիս աշխարհակաղական կոմպոնենտը, որովհետեւ ամենակարևոր բանը ով է վերահսկում այդ ճանապարհները։ Վերահսկվելու են փաստորեն ամերիկացիք այդ ճանապարհը։ Եթե քո բեռը լավ գնով գալիս է։ Այ դա այդ է սա խնդիրը։ Բայց ինչ եք կարծում եք ռուսները ու ամերիկացիք մրցակցում էին թե ով կունենա այդ վերահսկողությունը, որովհետև սա մենակ տնտեսական պրոյեկտներ չեն, սա աշխարհակաղական քաղաքական պրոյեկտներ են։ Նա ով վերահսկում է այդ շարժը, այդ ճանապարհներով, նա ստանում է արտոնություններ, հնարավորություններ, առավելություններ մնացածի նկատմամբ։ Ըստ էության լծակները նաև պայմանագիրը նայել եմ, այնտեղ տես բան չկա։ Իսկ դու կարծում եք այնտեղ պիտի գրված լինի, որ Միացյալ Նահանգները ինչ որ բաներ ունեն, արտոնություններ ունեն։ Իսկ իրանք ոնց պիտի անեն, պետք է բեռը գա ասեն, այս բեռը չթողեք, էսի ուզբեկներինն է, որը գալիս է չինացիներից։ Շատ բարձ։ Ուրեմն նայեք, Սյունիքը այսօր ձեռք է բերել աշխարհակաղական մեծագույն նշանակություն որպես տրանզիտային գոտի։ Հիմա Սյունիքի այդ տրանզիտային ակտիվը տիրապետելու համար գնում է համաշխարհային մրցակցություն։ Նույնը մոտավորապես ինչ որ 90 թվականներին, ասենք, գնում էր մրցակցություն ադրբեջանական նավթի տիրապետման համար։ Եվ այն ժամանակ, ասենք, Ադրբեջանը գործեց իր դարի գործարքը 1994 թվականի, միջև այդ հեղաշրջումից հեղաշրջում էր գնում, դուրս չէր գալիս, բայց երբ որ իրենք կարողացան ներդաշնակեցնել բոլորի շահերը, տվեցին բաժանեցին փայտիրության սկզբունքով այդ նավթային ռեսուրսները Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև, միանգամից կայունացավ Ադրբեջանը եւ սկսեց արդեն ուժեղանալ, զարգանալ, որովհետեւ այնտեղ դադարեցվեց աշխարհակաղական կռիվը այդ ռեսուրսի համար։ Բոլորը ոնց որ ստացան իրենց փայը եւ ներդաշնակեցրեցին իրենց շահերը։ Նույն բանը մենք պետք է անենք, ասենք հիմա կռվախնձոր դարձող այս Սյունիքի տրանզիտային գոտու վերաբերյալ։ Այսինքն, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ այդտեղ ստեղծվի հանգույց, ու ասեմ, այդ հանգույցի գլխավոր բաղադրիչը դա Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումն է, որը կարելի ասել մեր եւ խաղաղության, եւ աշխարհակաղական ներդաշնակության, եւ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մեխն է։ Այդ դեպքում, եթե գործի եւ արևմուտք-արևելք, որը համաձայն ենք, որ ինչ որ լեգիտիմ բաներ կան, հավակնություններ, որ այնուամենայնիվ Ադրբեջանը պետք է ինչ որ ձևով կապվի Նախիջևանի հետ, Թուրքիայի հետ եւ այլն, բայց դա չպետք է միակողմանի բնույթ կրի։ Այսինքն պետք է գործի նաեւ հյուսիս-հարավը, եւ եթե մենք կառուցում ենք այդ երկաթուղին, իսկ մենք դա առաջարկում ենք կառուցել միջազգային կոնսորցիում ստեղծելով եւ փայատիրության սկզբունքներով, այսինքն մենք անում ենք մեր դարի գործարքը, որտեղ մենք ներդաշնակեցնում ենք բոլոր մրցակցող աշխարհակաղական գերտերությունների շահերը, բոլորին տալով ինչ որ փայատիրական իրավունքներ եւ բնականաբար նաեւ ֆինանսավորում ապահովել, նաեւ ապահովելով ներդրողների համար շահութաբեր բիզնեսը, մենք ստանում ենք TRIP plus BRICS sense պայմանական կոչված ծրագիրը։ Այսինքն BRICS-ը պետք է Իրանով գա։ Չէ, այդ պայմանական էլի դրա մոտենանք, որտեղ հաստատ Բրազիլիան ու հարավային Աֆրիկան այդտեղ շահեր չունեն։ Մենք խոսում ենք նրա մասին, որ այդ միջազգային կոնսորցիումը պետք է հնարավորություն ստեղծի
ասենք Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի համար, Վրաստանի համար, ինչու ոչ Թուրքիայի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության համար փայատիրական սկզբունքներով մասնակցել այդ հանգույցի ստեղծմանը։ Միացյալ Նահանգները կասի տղեկ, դուք ինձ գժի տղեկ դրե։ Այսինքն ես ներդրումներ եմ անում, խաղաղություն եմ ապահովում, ճանապարհ եմ բացում, դուք գալիս եք որ փող աշխատեմ, տնտեսական գործարքա, չէ՞ նաև։ Էլի թող աշխատեմ։ Դուք գալիս եք ալտերնատիվ բան եք ուզում սարքեք, ընդ որում Չինաստան, այսինքն հիմնական բեռները, որ Չինաստանից պիտի գան Միջին Ասիայով, պիտի գան Իրանով, գնան ուրիշ ճանապարհով, որ ես փող չաշխատեմ։ Եվ երկրորդ հաստատամ դուք պատասխանեք։ Եթե դա գալիս է Ադրբեջանով, ինչպես հիմա թրիպն է, չէ՞, պետք է նաև Իլհամ Ալիևի համաձայնությունը լինի, իմանալի։ Կա ունեք։ Ուրեմն պատասխանեմ ձեր հարցին, ուրեմն առաջին հերթին մենք ուզում ենք դա իդեպ միջազգային քաղաքագիտության մեջ հայտնի է որպես տարբերությունը այսպես կոչված zero sum game-ի, այսինքն երբ որ կամ մեկն է հաղթում կամ մյուսը, այսինքն աշխարհակաղակական բլոկերից մեկը կամ մյուսն է հաղթում, որին հակադրվում է win-win ստրատեգիան, այսինքն երկուսն էլ գալիս են իրանց շահերի ներդաշնակեցման եւ երկուսը իրանց փայատիրությամբ ինչ որ օգուտ են ստանում այդ տրանզիտային ուղիներից։ Մենք ասում ենք հետեւյալը. Հայաստանի Սյունիքի տարածքը դա մեր ինքնիշխան տարածքն է։ Դուք այդտեղ չպետք է կռվեք։ Եթե մի բլոկը հաղթում է, մյուսը մնում է շատ վատ վիճակում, դա նշանակում է, որ աշխարհակաղական ռումբ է դրված մեր խաղաղության տակ, որովհետեւ այն ով կորցրել է այդ աշխարհակաղակական պայքարում, ինքը ամեն ինչ անելու որ պայթեցնի դա։ Մի րոպե, պարոն Զուրյան, դուք ասում եք 2 րոպե թե։ Դուք չեք հերքում որ օրինակ թրիփով կարող է նաև չինական բեռնանցնի, չէ՞։ Այսինքն խնդիրը վերահսկողության մեջ։ Վերահսկողությունը ամենակարևոր բանն է։ Այսինքն եւ Ռուսաստանը, եւ Միջին Ասիան, եւ չգիտեմ Հնդկաստանը։ Դուք կարդացել եք հունվարի 14-ի կարող են իրենց բեռները թրիփով անցկացնել։ Հարցն է թե ով է վերահսկում։ Հիմա ամենակարևոր հարցն է։ Սա վերահսկելու։ Որտեղ վերահսկողը կարող կանգնացնի։ Ով է մյուսը վերահսկում։ BRICS-ը։ Չէ։ Մենք առաջարկում ենք, որ այդ ընթացքը վերահսկի այն միջազգային կոնսորցիումը, որը կստեղծվի դրա շուրջ, հա? Ասացիք BRICS։ Ես ասացի, որ դրան կարող են մասնակցել նաև ամերիկացիք, նաև Թուրքիա, նաև Ադրբեջան, եթե ցանկանում են։ Մենք այդ առաջարկը անում ենք։ Եթե իրանք ցանկանում են մասնակցել, շատ ավելի լավ։ Այնպես չի, որ մենք ինչ որ մեկի համար սահմանափակումներ ենք անելու։ Չէ, բայց դուք դա ստեղծում եք ալտերնատիվ թրիփին։ Ամերիկան արդեն կա այդտեղ։ Եթե համստեղ պետք լինի, համընդեղ պետք լինի դրա ալտերնատիվը։ Հիմա ձեզ հարց տամ։ Ուրեմն հունվարի 14-ին ստորագրվել է երկրորդ, այսպես կոչված, թրիփի հուշագիրը, որը եթե դուք կարդացել եք, ընդ 17 անգամ ասվում է, որ Հայաստանը ունի ինքնիշխանություն այդ տարածքի վրա, հա, եւ ինձ մոտ հարց է ցակում։ Եթե մենք ունենք ինքնիշխանություն, մենք կարող ենք մեր որոշումով, ասենք Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում, որ ինքը պետք է կառուցի երկաթուղի այդ տարածքով։ Հիմա եթե դուք կարդաք այդ 14-ի պայմանագիրը, դուք կտեսնեք, որ այնտեղ մի հատ շատ տարօրինակ դրույթ կա։ Խոսքը գնում է թրիփի զարգացման ընկերության մասին, հուշագրի մասին, որը մենք հունվարի 14-ին հրապարակվեց։ Այնտեղ խոսքը գնում է նրա մասին, որ թրիփի զարգացման ընկերությունը ստանում է բացառիկ իրավունք նախագծելու, կառուցելու, ինչ որ բաներ, պրոյեկտներ իրականացնելու, փողը հավաքի, հա? Ինչու է տարօրինակ։ Բացատրեմ ինչու։ Եթե դու 17 անգամ ասում ես ինքնիշխանություն եւ դրանից հետո պարզվում է, որ մի ընկերություն ունի այնտեղ բացառիկ իրավունք, որի 74 կարծեմ տոկոսը պատկանելու են ամերիկյան կառավարությանը եւ ընդամենը 26-ը հայկական կառավարությունը, ընդ որում 50 տարով հետո մի քիչ փոխվում է, բայց մեկը ամերիկացի վերահսկողության փաթեթը պահպանում են։ Դա նշանակում է, որ օրինակի համար այդ նույն ամերիկացի կարան ասեն, եղբայր, մենք Իրանի հետ շատ վատ հարաբերություններ ունեն ու կարան դից ասեն, որովհետև այսօր ընդհանրապես պատերազմական գործողություններ են գնում, ել չեմ ասում սանկցիաների երկարատև ժամկետները, եւ ասեն, քանի որ այտենց է, դուք չեք կարող այդտեղ կառուցել ոչ բան։ Իսկ եթե այդպես է լինում, հարցածակում, բայց 17 անգամ հիշատակվող այդ 17 անգամ հիշատակվող այդ ինքնիշխանության այդ դրույթը ինչ արժեք ունի։ 0։ Պարոն Զոհրաբյան, այդ ձեր ասած չէ, մենք դուք իշխանություններին հարցրեք։ Մենք կարող ենք կառուցել, թե չենք կարող։
եւ մնացածը ոչ թե վերաբերում է որոշումների ընդունմանը, այլ եկամուտի բաշխմանը։ Ոչ, դուք սխալվում եք։ Եկամուտի Չէ, դուք բաշխմանը։ սխալվում եք, որովհետեւ որոշումները ընդունելու է TRIP-ի զարգացման ընկերությունը, ասեցի, բացառիկ իրավունքներ է ստանում, որևէ բան կառուցելու այդ գոտում։ Այն գոտին, որտեղ ինքն էլ ներդրումներ է անելու։ չէ, բայց այդ գոտին չմոռանանք, կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Հա։ Ուրեմն այդ գոտում ինքը ստանում է բացառիկ իրավունքներ եւ հետեւաբար հարց է ծագում, իսկ եթե Հայաստանի իշխանությունը, որը իբր թե ըստ այդ իբր թե չէ, ըստ պայմանագրի, իբր թե պահպանում է իր ինքնիշխանությունը, հետեւաբար կարող է կառուցել առանց TRIP-ի հավանությունը ստանալու, TRIP-ի ընկերության զարգացման ընկերության հավանությունը ստանալու, կարողանում է կառուցել այդ երկաթուղին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը իշխանությունները տվել են, Որ երկաթուղին։ Դեպի Իրան Իրան, երկաթուղու մասին ենք դեպի խոսում, Իրան, իրանական երկաթուղու մասին, որը թույլ կտա, հենց այդտեղ իսկ ուրիշ տեղ կա կառուցելու։ Դուք Կա։ ասենք որտեղ։ կա, Որտեղ, հələ ասեք։ այնտեղ մի ճանապարհ ասենց գալիս, չէ։ Դուք տեսել եք Արաքսի ափով։ Հետո Հետո ինչ։ Այսինքն Եթե դու այդտեղ կառուցում ես, կներեք, պարոն Զոբյան։ Եթե դու այդտեղ դու նկատում ես, որ Ադրբեջան պիտի մտնենք, հետո նոր մտնենք Իրան։ բա այդ ճանապարհն է տանում։ Այդտեղ բացատրում եմ ամենակարևոր խնդիրը։ Ուրեմն համաշխարհային բանկի տվյալներով, IMF-ի տվյալներով, տարբեր վերլուծաբանների տվյալներով, եթե դու կապվում ես, ասենք, օրինակի համար Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ երկու երկրի միջոցով, տվյալ դեպքում ձեր առաջարկած սխեման Ադրբեջան-Իրան։ Քո տրանսպորտային ծախսերը 100%-ով ավելանում են։ Իսկ եթե դու ունես մեկ երկրի միջոցով հասանելիություն դեպի նավահանգիստներ, նկատի ունեմ Բանդեր Աբբաս, Չահաբար եւ այլն, քո տրանսպորտային ծախսերը ընկնում են, որը թույլ է տալիս քո ապրանքները ավելի մրցունակ լինեն հարավային գլոբալ հարավի երկրներում եւ այդ երկրներից բերվող սպառման ապրանքները էժանացնել մեր շուկայում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը։ Բայց ինձ համար ավելի կարևորը ոչ թե տնտեսական բաղադրիչը, այլ խաղաղության երաշխավորությունը, բացատրեմ դա ինչ է նշանակում։ Այս լուծումները, եթե մենք բավարարվենք մենակ TRIP-ի լուծումով, որը բավականին խոցելի լուծում է, ինչպես ես արդեն ապացուցեցի, մենք կունենանք ստրատեգիական կոմունիկացիոն համակարգ, որը ամբողջությամբ կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք չենք ունենա ճանապարհ ստրատեգիական, որը դեպի Հնդկական օվկիանոս, որը կախված չի Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եթե մենք կառուցում ենք այս բաղադրիչը, այսինքն նախ Հայաստանը դառնում է տրանզիտային ճանապարհ կապող սև ծովը Վրաստանի միջոցով Հայաստանի, Վրաստանի, Իրանի, եթե դա Ադրբեջանով է, սև ծովը ներողություն, նա տավակ սև ծովը Ալիևին հարցրել եք, ինքը համաձայն է։ Բայց դա կարևոր է։ Բայց դրանք ասենք, մի հատ միտքս ավարտեմ ու անցնենք դրա։ Այսինքն դա դառնում է Հայաստանը դառնում է տրանզիտային երկիր, որը կապում է սև ծովը Պարսից ծոցի հետ, առանց մտնելու Ադրբեջան եւ Թուրքիա։ Եվ ինչպես ասացի, մենք ստանում ենք արդեն անկախություն ադրբեջանա-թուրքական կոմունիկացիան։ Հիմա Ալիևը կհամաձայնվի թե չէ։ Այսինքն եթե մի րոպե, դուք ճանապարհ ասի կարող գա Ադրբեջանով։ Այդ ճանապարհը։ Դուք ասացիք։ Չէ, դուք լավ, Հիմա լավ, եթե գալիս է խոսքը, չէ, լավ, մարշրուտը գտեմ, չէ, ասեցի Իրանով է գալու։ Չէ, մի րոպե։ Ասեցիք չէ։ Որ մեր դիտողը շատ լավ հասկանա ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է Գավառ, այսինքն Գագարինոյում մենք ունենք վերջին կայանը, Գավառ, ուրեմն Ծաղուկ, չգիտեմ, ուրեմն Կապան, Մեղրի ագարակ ճանապարհի մասին։ Հիմա ով պետք է սարքի երկաթուղին։ Ուրեմն դրա ծրագիրը մշակված կա չինական China Construction կամպանիայի կողմից։ Բոլոր դետալները 2013 թվականին ես ամբողջ տեխնիկական դոկումենտացիան իմ ձեռքում կա 60 թունելով 84 Եվ ինչ արժի պրոյեկտը։ Ես դες այն ժամանակ գնահատվել է 3.2 միլիարդ դոլար 13 թվին։ 13 թվին, հիմա բնականաբար մի քիչ մեծացած կլինի դրա գումարը, բայց շատ հանգիստ դա կարելի է անել հետևյալ ձևով։ Ով է ներդնելու։ Ուրեմն
մի մասը դա անելու է Հայաստանը մոտավորապես $700 միլիոն մասնակցությամբ։ Ընդ որում ես ասեմ, դա շատ, եթե դրա համար պետք է պետական պարտք ավելացնել, դա երևի կլինի միակ արդարացված բանը, որտեղ դու սոցիալ տենդենսական զարգացման գործիքի վրա ես ծախսում, այսինքն հետո հետագայում դու հետ ես 10 միլիարդ։ Իսկ մնացածը արդեն բերում ես միջազգային կոնսորցիումով։ Բայց այդտեղ ինվեստորներ են գալիս։ Բայց ինվեստորները չեն ասի, հարգելի պարոն Զուրաբյան։ Իրանը, Ռուսաստանը, Դուբայը, բաները, մինչև Իրանում կռիվը չպրծնի, մենք կարող է այդ կռիվը տենց հավերժ լինելու։ Դե կռիվ կա 5 տարի արդեն։ Կռիվ կա 5 տարի է, բայց ես ձեզ ասեմ, արդեն այս ընթացքը, ես նորից եմ ասում, Միացյալ Նահանգները սպառել են իրենց հրթիռների 50%-ը, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները արդեն մոտ են նրան, որ կնքեն խաղաղություն Իրանի հետ, որովհետև այլ կերպ չկա, որ իրանք կարողանան շարունակել այդ բանը։ Իրանք չեն կարող դատարկել իրանք բոլոր հրթիռային զապասները։ Իրանք պետք է գնան արդեն եւ գնում են ըստ էության։ Գնում են դե հələ որ սպառնում են իրար։ Սպառնալը դա բնականաբար խաղաղություն կնքելուց առաջ շատ սովորական բան է, որովհետև դու պետք է հասնես քո համար ընդունելի ինչ որ դիրքորոշումների, դրա համար սպառնալը ընդհանրապես դառնում է դիվանագիտության մի գործիք։ Այդ բնական բան է։ Բայց դուք կարծում եք, որ մինչև Իրանի պատժամիջոցները չչեղարկվեն, հնարավոր է ծրագիրը։ Որտեղ այնտեղ ֆինանսական հոսք է 1000 կամ BRICS-ը դրան մասնակցում է, նկատի ունեմ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան, ինչու՞ չէ նաև նու Դուբայները չէ այլևս, իրանք հիմա չեն լինի այդ բանի մեջ, կամ այդ ձևով է լինում, կամ երբ որ մենք գնում ենք արդեն նկատի ունեմ այդ ամերիկյան-իրանական կոնֆլիկտի կարգավորմանը, որը շատ հնարավոր բան է առաջիկայում, դա արդեն կարող է դառնա նաև իրանց մասնակցությամբ պրոյեկտ։ Բայց իրանց մասնակցությունը բան չի, պարտադիր չի։ Բայց եթե կարգավորվում է հարաբերությունները Ամերիկայի ու Իրանի միջև, ինչու իրանք չպետք է մասնակցեն դրա մեջ։ Աստված տա։ Շնորհակալություն։ Այս մեր ժամանակը ավարտվեց։ Դե հա, ժամից ավել է եթերում ենք։ Շնորհակալություն։ Լավ, շատ բաների մասին չխոսացինք։ Դե հա, ասպասեն 5 րոպե էլ չունենք։ Բայց ամենակարևոր բան, չէ, 5 րոպեն անցել ենք արդեն։ Ամենակարևոր բաները բացեցինք, պարոն Զուրաբյան։ Լավ, մի թեման մենակ ասեմ, վերջնական, այո։ Ուրեմն շատ բաներ կա խոսալու, բայց ես կարծում եմ, որ այս թմրավորության ու խաղամոլության թեման շատ կարևոր թեմա է, որտեղ դա ուղղակի խժռում է մեր հանրությունը։ Եվ մենք եւ օրինակ կարամ բերեմ 18 թվին, երբ որ Փաշինյանը եկավ իշխանության, 333 միլիարդ էր խաղադրույքների, ասենք, բանը, ընդհանուր ծավալը տարեկան, այսօր դարել է 7 տրիլիոն, այսինքն 21 միլիարդ դոլար։ Սա մի թռիչք է, որը ոչինչով հնարավոր չի բացատրել, քան իշխանությունների հովանավորությամբ։ Եվ մենք փաստերն էլ գիտենք։ Ալեն Սիմոնյանը, ԿՊ-ի պաշտոնյաները գնում են, ֆրֆռում են Միկոնոսներում, ասենք, նույն այդ Վիվարոյի տիրոջ մասնակցությամբ, եւ հետո գալիս են ընդունում են օրենքներ, որոնք սուպեր շահույթներ են, գերշահույթներ են ապահովում առցանց կազինոների համար։ Դուք հիշում եք այն հայտնի շեշ բռնողը դրա դեմ փորձեց ինչ-որ կռիվ տալ, իրան ամբողջության տարածքների կառուցման ուսանողական բանկի, որը տարածքների կառուցման ուսանողական բանկի, որը կֆինանսավորի նրանց ուսումը, ստարտափների երիտասարդական բանի, այդ աջակցության, ձեռնարկատիրության երիտասարդության եւ բազմաթիվ նման ծրագրեր, որոնք երիտասարդության համար մի կողմից կբացեն հեռանկարներ եւ իրենց կհանեն այդ ճահիճից, որ իրենց տանում է այսօրվա ռեժիմը բանանելով, ասենք, անկաղմվելով այդ խաղամոլության եւ թմրամոլության ռեժիմը խոճապի մեջ է թե չէ, պարոն, ռեժիմը խոճապի մեջ է թե չէ։ Այդ թող իրանք որոշեն։ Մի քիչ ղժղժանությունից երևում է, որ այդքան իրանք վստահ չեն զգում, շատ են ղժղժանում։ Շնորհակալություն։ Լավ։ Մեր հյուրը Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանն էր, կհանդիպենք ցտեսություն։